Մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկեց 2026-ի ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրապայքարին մասնակցում է 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն եւ 2 դաշինք։ Ընտրելու իրավունք ունի 2.489.031 քաղաքացի։ Ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով 265 ընտրող քվեարկելու է էլեկտրոնային եղանակով։ Այս ցուցակում են Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները, ծառայողական գործուղման մեջ գտնվողները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրողներին հանդիպելու համար արձակուրդ է վերցրել։ Քաղաքացիական պայմանագիրը քարոզչությունը սկսել է Սյունիքից։ Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան դաշինքը քարոզարշավի առաջին օրը Երևանի հաղթանակի զբոսայգում միջոցառում կանցկացնի։ Տեսակապով ելույթ կունենա նաև Սամվել Կարապետյանը։ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը քարոզարշավը կսկսի Էջմիածնից։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի առաջին օրը կհանդիպի թիմակիցների հետ։ Հանրահավաքներ կսկսի Աբովյան քաղաքից մայիսի 10-ին։ Հայկ Մարությանի ղեկավարած Նոր ուժի առաջին կանգառը երևանյան բակերն են, իսկ Թաթոյանի Միասնության թևերն ընտրողների հետ հանդիպումները սկսում է Իջևանի Գոշավանք վանական համալիրից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցով քաղաքական ուժերը հենց այսօրվանից ստանում են օրենքով սահմանված հավասար քարոզչական ռեժիմը հանրային եթերաժամից մինչև հրապարակային հանդիպումների պաշտոնական մեկնարկ։ Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ին կլինի լռության օր, իսկ արդեն հունիսի 7-ին քվեարկությունը։